Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ Գերուզաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Ամփոփում ենք շաբաթը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը այս մի քանի օրը պաշտոնական արձագանք չեր արձագանքել, տարբեր արձագանքներ կային բլոգերների եւ այլ հարթակներում կայացած բանավեճերի ընթացքում Հայաստանի եւ եվրոպական այդ համայնքի հավաքի հետ կապված, իսկ այսօր արտգործնախարարությունը մեծ հայտարարություն է ուրեմն տարածել, ես կընթերցեմ երկու տարբերություն։ Մոսկվան տեսնում է, ասվում է արտգործնախարարության ուրեմն այդ հաղորդագրության մեջ, Մոսկվան տեսնում է, որ Երևանում հոժարակամ ընդունում են եվրոպացիների աջակցությունը։ Հույս ունենք, որ հայկական ղեկավարությունը չի մոռանում, որ Բրյուսելում ամեն ինչ իր գինն ունի, այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ արևմուտքի հետ նման սիրախաղերը հազվադեպ են լավ ավարտվում այն պետությունների համար, որոնք ներգրավում են դրանց մեջ, օրինակ Բրյուսելի հակառուսական օրակարգին միանալով։ Կարելի է սա համարել ուղիղ սպառնալիք, պարոն Սարգսյան։ Ինձ թվում է ոչ, սա ուղիղ սպառնալիք չի։ Ուղիղ սպառնալիքը իրենցով են հանդիսանում։ Սա ավելի շուտ նկարագրությունն է իրանց թուլության, որովհետև սպառնալիքները, որոնց մասին մենք կարող էինք խոսել Ռուսաստանի պարագայում, առավել եւս որ հղումը ակնհայտորեն գնում է Ուկրաինայի վրա, ոչ մի այլ երկիր Եվրամիության հետ այդքան չի մտերմացել, նու երևի թե Մոլդովան, բայց Մոլդովան անընդհատ երևում է, բայց Մոլդովան իրանք չեն ուզենա իշատակեն եւ չեն իշատակում հիմնականում, որովհետեւ խայտարակ պարտություն են կրել։ Մոլդովայում իրականում պրոռուսական ուժերի աջակցությունը հասարակության մեջ զգալիորեն գերազանցում էր պրոեվրոպականին, այսինքն Մոլդովայում ռուսական թևը խայտարակ պարտությունից բացի նաև բերել է բազմաթիվ այլ հետևանքների, սկսած ֆինանսական ծախսերից, վերջացրած Կիրիենկոյի այդ թևի թուլացում Կրեմլում, որը որ պատասխանատու էր այդ ընտրությունների համար։ Հիմա անդրադառնալով կոնկրետ Հայաստանի հետ կապված, այնտեղ հոժարակամը դուք էլ նշեցիք, շատ հետաքրքիր բառ, հոժարակամ, այսինքն երբ ընդունում է եվրոպացիների աջակցությունը։ Այստեղ հետաքրքիր է, այդ ոնց որ բանը Ֆրեյդի տեսության մեջ սուբլիմացիան, այսինքն իրանք ակնհայտորեն ակնարկում են, որ ռուսական աջակցությունը ճակերտավոր մենք հոժարակամ չենք ընդունել, որովհետև ինչ է նշանակում, դե թե ընդունում ես, հոժարակամ ես ընդունում, չէ, ոչ են եկել զենքով թվանգով ընկել քո երկիր, չէ, 2 տարի առաջ, թե 1 տարի, 2 տարի առաջ հայտարարել էին, որ պետք է լինի, 1 տարի առաջ բամունջ պլանավորած էր, սկսած էր աշխատանքները, բոլորը գիտեին, նոր չի, եթե Ռուսաստանի արտգործնախարարությունը ինչ-որ բան ուներ ասելու, ուներ 1 տարի առնվազն, երբ հաստատված էր եւ արդեն նախապատրաստական աշխատանքներն էին գնում։ Հիմիկվա հայտարարությունը իրանց թուլության եւ ավելի շուտ մի փոքր հիստերիկ ճոճոցա զատիկից հետո ներկայացու են ինչ որ ընկած բանանում մանգալ ինչ եք ուզում վերջացե բրծելա նախ երկրորդը վերջին 1 տարվա ընթացքում ամեն ինչ արել են որ այդ բանը սպառնալիքները կոպիտ ասած բերեն լույս աշխարհ թե բեռնափոխադրումների հարցով լարսման թե տարբեր հայկական արտադրանքի համար հաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու նույն ինչ որ բաները թե փորձելով ընդհանուր առմամբ Հայաստանի վրա ճնշում գործադրել սպառնալիքների, այսինքն գազի գնի եւ այլն, այսինքն այս ամեն ինչը կա։ Միևնույն ժամանակ իրենք դուրս են մղվել անցակետերից ամբողջությամբ եւ պատրաստվում են դուրս մղվել ամբողջությամբ սահմանից, որովհետեւ Ֆորտեքսի հետ կապված այդ պայմանագիրը նախատեսում է, որ եվրոպական մոդելով առնվազն սահմանը պահպանվելու։ Դժվար է իմ ասել, չեմ կարող ասել, չեմ տիրապետում այդ գաղտնի տվյալներին ոնց է լինելու հայկական սահմանապահ զորքերն են դառնալու Ֆորտեքսի ստորաբաժանում, այսինքն հայկական սահմանապահ զորքերն են պայմանագրով աշխատելու որպես Ֆորտեքս, ոնց որ եվրոպական երկրներում արվում, թե առանձին ինչ որ Ֆորտեքսի ներկայացներ գալու են, ինչպես եվրոպական դիտորդական առաքելությունը, դա կթողենք, ասենք, իզուտ տեխնիկական հարցը։ Դրա համար ես սա ավելի շուտ կմեկնաբանեի որպես փորձ նախընտրական կամ այս ընտրական պայքարում
ինչ-որ եղանակ ստեղծելու, հավելյալ ճնշում գործադրելու չկողմնորոշված կամ վախեցող էլեկտորատի վրա, բայց դե վախեցողները այդքան շատ չեն, հիմնականում չեն վախում։ Դե տեսեք, օրինակ մայիսի 9-ին վաղը շքերթ է լինելու, նախ չհասկացանք ինչ ձևաչափով է լինելու, եթե դուք հասկացաք դրա մասին, կխնդրեմ խոսեք, եւ դուք որ ասում եք այդ վախացնում են ինչ որ ձևով, Դաշնակցության ներկայացուցիչը այսօր հայտարարեց, որ սխալ է անում Հայաստանը, որ չի մասնակցում այդ շքերթին։ Եվ այսպես մայիսի 9-ի շքերթ Հայաստանը չի մասնակցում, Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն ուրեմն Սյունիքում է, սկսվել է նախընտրական այդ պայքարի մեջ է, եւ մեզ ասում են իզուր չեք մասնակցում, սխալ եք անում։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչն ենք սխալ անում, բայց լավ։ Ես դժվարանում եմ մեկնաբանել Դաշնակցության արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարությունները, որովհետև Դաշնակցությունը երբեք բանիմաց արտաքին քաղաքականության մեջ չի նկատվել։ Ինչ վերաբերվում է շքերթին, հայտնի է, որ ծանր տեխնիկա չի լինելու։ Եվ սա պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով, որ Ռուսաստանը ունի այդ ծանր տեխնիկան արտադրելու եւ ուկրաինական ճակատում պահելու շատ մեծ քանակությամբ, ահռելի քանակությամբ տեխնիկա ոչնչացվել է, որը որ կա ընդեղից բերելը մի փոքր բան է, արտադրությունը կանգնած է։ Սա արդեն 24 թվականը երևի թե վերջինն էր, երբ այդ այլ մետաղական արտադրանք, որի տակ որ գնում է այդ ծանր տեխնիկայի արտադրությունը, այդ ոլորտը տնտեսական 25 թվականից արդեն անկման մեջ է եւ արտադրությունը փոքրացել է եւ մենք կարող ենք ուղղակի համոզվել դրանում դիտարկելով նույնիսկ Ռուսաստանի կենտրոնական բանկի էկոնոմիկայի նախարարության եւ վիճակագրության ծառայության կամ ոնց է իրանց մոտ կոչվում, Ռոստատի այսպես կոչված հրապարակումները, այնտեղ երևում է, որ ծանր տեխնիկա չունեն։ Այնպես որ հաշվի առնելով նաև հայտարարությունը, որ Զելենսկին Երևանից արեց, որ դուք իհարկե ծանր տեխնիկայից բացի կարող ունենաք ուկրաինական դրոների շքերթ, որը ռուսական այդ Z բլոգերները եւ Ռուսաստանի քաղաքական դաշտը շատ մեծ ճակերտավոր ոգևորությամբ ընդունեց, ասենք բարձա դողանգեջանները, որտեղ ըստ ամենայնի թե Մոսկվայում եւ թե Պետերբուրգում սպասվում են ինտերնետի անջատումներ, այսինքն այդ ամբողջ հոպը, որը որ նախատեսված է ամբողջ Ռուսաստանի համար, հիմա բերում են Մոսկվայի շուրջ կանգնացնում են, մի հատ ուրիշ բան կա, ասում են, որ կա վտանգ եւ այդ վտանգը ոչ մի կերպ չեն կարողանում ռուսները չեզոքացնել, որ Պաուտինա բանը եթե հիշում եք օպերացիան, որ բեռնատարներից, որոնք Ռուսաստանի տարածքում քշում էին, դրոները բարձրացան եւ ոչնչացրեցին ռազմավարական ավիացիայի այդ բաները, բորդերը, ասենց ասեմ, հենց օդանավերը շատ մեծ վտանգ կա նմանատիպ օպերացիայի եւ դա է պատճառը, որ նաեւ այդ ինտերնետի անջատումներ է տեղի ունենալու։ Այնպես որ եթե հարցնում եք ինչպես պետք է անցնի շքերթը անցնելու է վախի պայմաններում։ Եվ դա նորմալ է։ Ընդ որում ոչ միայն ռազմական տեխնիկա չի լինելու, դեռ քննարկում են Պուտինը ինչ տեսքով է լինելու, Նախ Պուտինը ինչ տեսքով է լինելու, թե չի լինելու։ Հա, թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ նաեւ պետական դումայի падգամավորներին չեն հրավիրել պաշտոնապես։ Վտանգն է մեծ, հա։ Վտանգն է մեծ, բայց այդտեղ հարցը, գիտեք ոնց հիմա ակտիվորեն տարածվում է ռուսական բանում, տեղեկատվական դաշտում, որ նաև Կրեմլը չի վստահում իր ներքին օղակին եւ սա շատ հետաքրքիր է, որովհետեւ հիմա արդեն նստացրել են Շոյգուի այդ մտերիմներին, սկսել են նստացնել նրանց, ում ոնց որ թե խոսք էին տվել չնստացնել, երբ Շոյգուին անեցին պաշտպանության նախարարություն։ Ներսում, այո, շատ մեծ վտանգ կա, որովհետեւ Ռուսաստանի վերնախավը եւս ունի որոշ կարմիր գծեր եւ գնալով այդ կարմիր գծերը անցնում են, որովհետեւ եթե ուշադրություն դարձնեք, հիմա նույնիսկ խոսում են, որ ռուս օլիգարխները միջնորդների օժանդակությամբ
ուկրաինական դրոնական զորքերին պաս են տալի իրանց մրցակիցների գործարանների կոորդինատներ։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ Ռուսաստանը այդ ոնց որ ասում են crack in the dam, այդ բանը ջրամբարը արդեն ճաք է տալիս, ճեղքված կա տալիս եւ սա նշանակում է, որ ժամանակի հետ արդեն այդ նույնիսկ վերականգնել չի լինի, որտեղ ճակտված բանը նախատեսված չի ուղղակի վերականգնելու համար։ Շատ բացատրենք մեզ լսողներին խոսքը ինչի մասին է, խոսքը գնում է նրա մասին, որ հակառակորդները կամ կոնկուրենտները իրար մրցակիցները, այո, ուկրաինական դրոններին կամ ուկրաինացիներին կոորդինատներ են տալիս, որ իրենց հակառակորդները Ռուսաստանում դուք ունեք, չգիտեմ, ամրալարերի գործարան, ես ունեմ ամրալարերի գործարան, դուք ինչ որ ծանոթների միջոցով իմի կոորդինատը տալ չէի տեսել երբեք, չէի լսել, դա բավականին հետաքրքիր բան է, արդեն խոսում են դրա մասին բավականին լայնորեն, հետևաբար առնվազն երկու ապացուցված դեպք կա։ Եվ սրան պետք է գումարել նաև տնտեսական վիճակը, որովհետև հաշվի առնելով վերջի հարվածները ֆլամինգոյի կիրառմամբ, դա Տուապսեն այդ հայտնի պատմությունը, որ Տուապսեն դարձավ Սև քաղաք։ Ծաղում եք, բայց դա սարսափելի բան է։ Սարսափելին որն է ասում։ Բնակչության համար, այդ որ ասում են դուք կդառնաք Ուկրաինա, ես ուզում եմ ասեմ, չեն ուզում ասեն դուք կդառնաք Ռուսաստան, որովհետև այնինչ կդառնում է հիմա Ռուսաստանում։ Լրիվ ամամիտ եմ ձեզ հետ, որովհետև այնինչ հիմա մենք տեսնում ենք Ռուսաստանում, չէ, դե հիմա մենք չենք կարա դες դառնալ։ Չէ, բայց վախեցնում են, չէ։ Դա վախեցնում են, հա, բայց մենք չենք վախում, չէ, դրա համար էստեղ նստած ենք, որ չվախենք։ Հարցը գալիս է, այո, Տուապսեն, բայց այս Տուապսեն, գիտեք ինչ, ինքը ցուցանիշ է, ինքը ոչ միայն բնակչության համար մեծ աղետ է, նաև ես ուզում եմ այստեղ նշել, որ սա բերել է բավականին հետաքրքիր հետևանքների Ռուսաստանը ունենալով հնարավորություն նավթի շուկայի գներից օգտվելու, որ մեծ հաշվով նաև Տրամպը պատժամիջոցներից հանել է այդ նավ, չէ, Ռուսաստանը հիմա ավելի քիչ է գումար աշխատում նավթից, քան մինչև սա, որովհետև նախ վերացված է, ոչնչացված է, կամ ոչնչացված է, քրիտիկական վնասներ են հասցված արտահանման ենթակառուցվածքին, երկրորդը նավթամշակող այդ գործարաններին է հասցված հարված։ Եվ սա այն է, ինչը հիմա թելադրում է Ռուսաստանի ներքին վիճակը եւ հենց այս տեսանկյունից է պետք նայել, թե ինչու Ռուսաստանը չի կարողանում ոչ միայն շքերթ անցկացնել, այլ նաեւ Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը կարա լինի այսպիսին։ Այսինքն վերջացել է, ամեն ինչ վերջացել է, ինչ որ պետք է արել են Մակրոնին սրտիկ, լաբոհեմ, բան, ինչ որ սենց, սա լավ է, Մակրոնը գնաց է տունը, բոլորը գնաց է տուն են ասե, արդեն Մելոնին Բաքվից գնացել է Լեհաստան, նոր պայմանավորվածություններ, արդեն ամբողջ ԶԼՄ-ները Եվրոպայի ես մարսել են եւ ներկայացնում են, որ Հայաստանը դարձել է Եվրոպայի անբաժան մաս եւ կարևորագույն օղակ, հիմա արդեն իրոք էլ, ասենք զատիկից հետո ներկայաց ձուկային, ինչ եք ուզում ասեք սրանով, որինչ Արդեն վերջացել է, այս նույնիսկ, գիտեք ինչն է հետաքրքիր, դու կարող ես նմանատիպ հայտարարություն անես 6 ամիս շուտ, որպեսզի ազդես որոշման վրա։ Եթե որոշումը կայացվել է, անցկացվել է, վերջացել է, սա գոհ շնորհակալ են, ոչինչ չեք կարողացել անել, բացի Զելենսկուն մի հատ հիմար հարց տալուց, ասենք դուք ով եք ընդհանրապես այս պատմության մեջ։ Վերջացե պրծել է, հիմա որ ասեցի, չարեցի, ընդունենք Նիկոլա ասեց, վայ մամա ջան էլ չեմ անի, հա հետո։ Դե գիտենք, որ դեսպանին են Հայաստանի կանչել Ռուսաստանի արտգործնախարարությունը, ասում են Զելենսկուն ինչու է քարտակ տալիս, որ այդպիսի հայտարարություն անի, եւ շատ հետաքրքիր Լատվիան էլ բողոքի նոտ է եղել Ռուսաստանին, այնտեղ էլ թրջող անօթաչու սարք է ընկել։ Այսինքն հիմա նոտաների շքերթ է ավելի շատ։ Չէ, դե հիմա ասենք Հայաստանի բանին դեսպանին կանչել ասել չի Զելենսկուն տվել եվրոպական համաժողովանից չի որ ես իհարկե շատ կուզենայի որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով հրավիրեր։ Զելենսկին ձեր մոտից մեզ այսպիսի հայտարարություն արել։ Նորից եմ կրկնում։ Դա Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների մեջ տեղի ունեցած պաշտոնական կամ պետական այց չէր, որ դու Հայաստանի դեսպանին ես կանչում։ Դա եվրոպական միության հարթակ է, եվրոպական քաղաքական բանն է։ Բոլոր մասնակիցները ունեն հավասար
հնարավորություններ արտահայտվելու։ Հայաստանի Հանրապետությունը որովհետեւ կերպ չի կարող սահմանափակել խոսքի, մտքի, խղճի իրավունքը, դա մեկ, երկրորդը հաշվի առնելով թե ինչպես Ալիևի բերանը փակեցին եվրոպացիները այնտեղ նստած որ տղաջանը գամերը քեզ տեսած բայել հանգիստ վերենգի տեղը, ասենք ինչ են պատկերացնում որ ինչ Զելենսկին ունի 5 րոպե խոսելու իրավունք, ինքը ինչ կուզեր կասեր, բացի դրանից Պուտինը ռազմական հանցագործ է։ Զելենսկին կարող կոչ աներ ձերբակալելու։ Այն ինչ որ գրում է ռուսական մամուլը դա մի բան է, այն ինչ որ գոյություն ունի Հագայի դատարանի որոշում ուրիշ։ Պուտինը ռազմական հանցագործ է։ Եվ ոչ մեկ եվրոպական համայնքից չի կարող, ասենք, չգիտեմ, նույնիսկ հրավիրվի ավելի փափուկ արտահայտվելու, որը որ հիմնականում մեր զելմեները անում են ինչ չեն թողում ասել, որ Պուտինը ռազմական հանցագործ է։ Բայց ասենք հետո լավ արի ասել։ Իմ տեսակետները լավ արի ասել, քիչ ասել։ Արտգործնախարարության այդ հայտարարության, որին ես վկայակոչեցի ամենասկզբում մեր հաղորդման, մի ձևակերպում էլ կա, ուզում եմ անպայման դա էլ դրա հետ կապված ձեր մեկնաբանություն ստանալ։ Եվրամիությունը նպատակ ունի, ասում են այնտեղ, կտրել Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից եւ կայուն տնտեսական կապերից։ Սա ԵԱՏՄ-ն է, ԿԱՊ-ն է։ Լավ, հիմարություն է, պարզավոր հապկը չի հանդիսանում ոչ մի բան դրա մասին նույնիսկ դրա մասին Նիկոլն է խոսում, ժողովուրդ, հələ հապկը բանա փագեք այդ թեման, որտեվ ասենք եթե Նիկոլը ասում է որ մենք հապկում սառեցրել ենք, որովհետև իրանք չեն կատարել պարտավորությունները եւ մինչեւ այժմ չեմ կարողանում քարտեզի վրա ցույց տան Հայաստանի սահմանները կամ Հայաստանի վրա հարձակումը դիտարկում են որպես սահմանային միջադեպ, այդ սահմանային միջադեպը թե սահմանային միջադեպ չի, ինչ կապ ունի, փաստաթղթերը կհապկի նայել ենք, հապկի փաստաթղթերում չկա որ եթե սահմանային միջադեպը ոչ մի բան չենք անում։ Նորմալ ասենք գործընթաց է, այդ մեկ, երկրորդը չի հիմարություն է էլի։ Դե այդ օրինակ երևի թե կարելի է տանել այդ կպցնել դաշնակցական այդ ներկայացուցիչի խոսքերին, որ իջու չեք մասնակցում մայիսի 9-ի շքերթի, լավ չեք։ Ես ստորից եմ ասում, իմ մոտեցումը այս հարցին վաղուց պարզ է, բայց բանն էլ ասեմ, ԵԱՏՄ-ն օրինակ ԵԱՏՄ-ն կարան ասեն, որ Նիկոլը ԵԱՏՄ, բայց Նիկոլը ԵԱՏՄ-ից չի դուրս գալիս։ Ինչ եք ուզում, այդ մարդ չի դուրս գալիս։ Մեխանիզմ կա, որ իրենք հանեն, այսինքն զրկեն Հայաստանին այդ տնտեսական կայուն տնտեսական կապերից օգտվելու։ Բան չի, բայց 40 մեգա դախլչիները կարող է իրենց համար են փող լվանում։ Խի միջազգային մամուլը չէր գրել, որ տենց էլ չհերկված։ Այսինքն դրանից Ռուսաստանը ավելի շատ է օգտվում, ուզում եք ասել դուք։ Ժողովուրդ, մենք ԵԱՏՄ-ին ամեն տարի այնտեղ միջինում 350 միլիոն դոլար գումար ավելի շատ ենք տալիս, քան ընդեղից ստանում ենք։ Այդ աբսուրդ է ինչ որ ուղի պիտի հանեն։ Փող է բերում։ Ասենք գինը դրա, այդ փողի, այդ 350 միլիոնը, որը հիմնականում նաև գնում է Ռուսաստան, այդ փողի գինը այն է, որ իրանք ասենք չգիտեմ, ամիսը մեկ sense հիմար հայտարարություններ են անում։ Մեկ էլ բան, ստեղ դաշնակցությունը վերականում ասում է բանը։ Պարոն Սարգսյան, որպեսզի մենք ճիշտ է 2 օր առաջ մենք ամփոփեցինք, այսպես նայեցինք ով ինչ էր ասել այդ հավաքին, այդ ֆորումին, բայց մեկ հարց այնուամենայնիվ հասարակության մեջ քննարկում են։ Նրանք հարցնում են, ինչն է փոխվել, ինչն է փոխել Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների վերաբերմունքը, ինչն է փոխվել, որ վերաբերմունքն է փոխվել դեպի Հայաստանը, չէ՞ որ հապկից էլ դուրս չենք եկել, ինչպես քննարկվում է եւ ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել, ինչն է փոխվել, ինչու եւ ինչպիսին են դարձել փոխհարաբերությունները Հայաստանի հետ։ Ոչ ոք չի փոխվել, 5-րդ տարին է պատերազմը գնում Ուկրաինայում եւ բոլորը հասկանում են, որ մոդելը, որի մեջ կառուցված էր եվրոպական անվտանգությունը, չգործեց, իսկ հետո եկավ նարնջագույն անախորժությունը։ Եվ մցրեց տարիֆներ, հետո չհիմնավորված հանցավոր պատերազմ, ագրեսիվ պատերազմ Իրանի դեմ, հետո ռազմական հանցագործություններ երեխաների սպանությամբ եւ ամբողջ միջազգային համակարգը շուռ տվեց, որովհետեւ իր չգիտեմ
այսպես կոչված դաշնակիցը, որտեղ ես չեմ համարում, որ Իսրայելը Ամերիկայի դաշնակիցն է, բայց ամեն դեպքում ռազմական հանցագործ Բիբի Նետանյահուի խաթր ինքը քանդեց ամբողջ միջազգային համակարգը, նաև տնտեսական եւ պայմանականորեն պատժել կամ սառը հարաբերություններ պահել Հայաստանի հետ, որովհետեւ Հայաստանը հին միջազգային համակարգով, որը արդեն քանդվել է, դե ֆակտո քանդվել է, այն սառը պատերազմից հիշատակ մնացած համակարգով, այո, Հայաստանում սա չէր լինի։ Բայց հաշվի առնելով ուկրաինական պատերազմը, այսինքն ներքին եվրոպական համակարգի քանդելը, էթնիկ զտումները, որը Ադրբեջանը իրականացրել է Արցախում, որը պայմանավորված էր նաև իսրայելական օժանդակությամբ, Իսրայելի ցեղասպանությունը Գազայում, Իսրայելի ռազմական հանցագործությունները Լիբանանում եւ Իրանում, Ամերիկայի Միացյալ Նահանգները չհիմնավորված պատերազմը, ագրեսիվ պատերազմը Իրանի դեմ, որը ընդամենը Էփշտեյնի ֆայլերը քողարկելու համար էր, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործած ռազմական հանցագործությունները Իրանում, այդ երեխաների սպանությունը, այս ամբողջ ֆոնի վրա, այն որ Հայաստանը ԵԱՏՄ-ում չի կարող հիմք հանդիսել, չնայած ժողովրդի 60% ուզում է Եվրոպա, չես կարող ասես, չգիտեք ինչ կա, գնացեք մեռեք, որովհետև վիճիցիլի ձեր ղեկավարությունը ուզում է կոռուպցիոն սխեմաների մեջ մնա կամ ձեր օլիգարխատը ընդենենց կապնված է, որ բան, այսինքն մոդելը պատժել ժողովրդին այլևս չի գործում։ Հայ ազգին պատժելու մոդելը, որպիսի եկեք մենք ձեզ պատժենք, ճնշենք, որ դուք ձեր ղեկավարությանը փոխեք, արդեն չի գործում, որտեվ մեծ հաշվով Եվրոպայում բոլորը համոզվեցին, որ կասկած չկար, որ ամերիկյան ժողովրդավարական երկիրը բերել է այս բանին, այս ադմինիստրացիային, որում ժողովրդավարությունից բան չի մնացել։ Եկեք ճիշտն ասենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հիմա հակամիգրացիոն քաղաքականության շրջանակներում ավելի շատ բան Հելսինկյան ակտը խախտել քանակով, քան ասենք ամբողջ եվրոպական երկրների բազմությունը վերջի 10 տարվա մեջ։ Հետևաբար նույնիսկ այդ տրամաբանության մեջ, որ մենք եկեք հայ ազգին ճնշենք, որ իրանք ընտրություններին, ասենք չգիտեմ, ավելի եվրոպական բան, չի աշխատում, որովհետև եղբայր այնտեղ դեմոկրատական երկիր կար։ Գնացին ընտրեցին բանին, այս ինչ որ ընտրեցին։ Հայաստանին չի պատժել։ Ասենք այդ լոգիկան կա, ահռելի նշանակություն ունի Մակրոնը, այդ ամեն ինչի մեջ այդ կշիռը Մակրոնի արածի, ես չգիտեմ, ընդամենը պարկի չկանչան տվեցին, բայց ինքը արժանի էր շատ ավելի մեծ բանի հասկանում եք։ Ես օրինակ ես Խաչապուրի Աբույանի արձանը կհանի Ռադկանի, մի հատ է Ֆրանսիայի արձան կդնեին։ Մինչ հաղորդում մտնելը դուք մի հետաքրքիր դրվագ պատմեցիք, ասեք ֆրանսիացի ձեր ընկերը ասում է ֆրանսիական ընկերներս այսօր զանգեցին։ Եթե կարելի է կիսվեք մեր լսարանի հետ 4 օր ամբողջ Ֆրանսիան խոսում էր Հայաստանից բոլոր ԶԼՄ-ները, այսինքն սա այն ինչ որ մենք ասում ենք, այն 3-4 օր խոսում ենք, 3-4 օրներ թե 3 օր առաջ չեմ հիշում, ոչ միական չի։ Խնդիրը այն է, որ Ֆրանսիայի համար Հայաստանը դառնում է ավելի հասկանալի, սենց բաների շնորհիվ, որտեղ 2-3 օր որ անընդմեջ Հայաստանից խոսեն, բարձր արդեն եւ մյուս կողմից Եվրոպայի համար է դառնում ավելի ընդունելի եւ հասկանալի։ Սա այն քայլերն են, որոնք որ պետք է արվեն։ Շատ մեծ նշանակություն ուներ այս բան, ասեցի ինքը Եվրոպայի համար էլ մեծ նշանակություններ, որովհետեւ մեկ-մեկ լինում է, որ դու չասեմ դեպրեսիայի, բայց շատ հոգնած ես ու ամեն ինչից ոնց որ հոգնել ես ու չես ուզում, ու ինչ որ sense մի հատ կայծ է պետք, որ դու նորից ուժերը թավակես, խելքդ գլուխը թավակես, բան ես։ Հայաստանի այս ֆորումը կարա նման բան լինի, որտեղ 5-րդ տարին պատերազմը Ուկրաինայում ու կարծես թե եկե հասել էին այն մակարդակի եվրոպական երկրները Ամերիկայի հետ բալանսի բերված Բայդենի ադմինիստրացիայի հետ, որ իրանք արդեն հասկանում էին տերև վերջ երևում էր Ռուսաստանին կոտրելու, եկավ այս նարնջագույն անախորժությունը եւ ամեն ինչ հետ պտտեց Ռուսաստանի հետ հանդիպումներ, Անկորիջ, չգիտեմ, պատժամիջոցների հանել, Իրանի վրա հարված, Հորմուզի փակել, էլի նորից նավթի գազի գների աճ, էլի անհասկանալի ինչ-որ վիճակ, էլի ինչ-որ նոր պատերազմներ, էլի թույլ տվեցին, որ Գազայում լինի ցեղասպանություն, էլի թույլ տվեցին, որ Լիբանանը մտնի։ Այս հոգնեցուցիչ է ու ինչ-որ պահի նաև բան դուք պետք է տեսնեիք, ասենք Մելոնի, Ստարմերի կամ Մակրոնի ճառերից, որ Մակրոնի ավելի քիչ ունացած բաներից,
բայց ոնց որ էս Հայաստանի case-ը, հա ու Վրաստանը, որը դավաճանեց այդ գաղափարները ահռելի գումարներ ա դրած, Մոլդովայում մի կերպ հաղթանակը, այդ ամեն ինչը բանը, հա, ու ոնց որ Հայաստանի case-ը ինքը փոքր ա բավականին, Հայաստանը կարելի է շատ արագ խելքի բերել, լավ ցուցափեղ կա եվրոպական մոդելի, ժողովրդավարության, տնտեսական զարգացման, բան փոքր է, մեծ գումարներ չի պահանջում։ Տեսեք, 300-400 միլիոն եվրով կարելի է Հայաստանում ահռելի փոփոխություն իրականացնել, որը կերևա անմիջապես։ Եվ քանի որ Հայաստանը մոնոէթնիկ է եւ այլ կոնֆլիկտների մեջ ներգրաված չի, իսկ միակ կոնֆլիկտը, ասենք, ուղղակի տոտալիտար պետության հետ ում կարելի է անհրաժեշտության դեպքում այդ այնց Եվրոպարլամենտի նախագահի մակարդակով բեյսբոլի բիտայով ծեծել, ասենք, կամ բեղերը թրաշել, բան անել, ուղարկել գրողի ծոցը, իդեալական ցուցափեղ կա։ Ու դա հնարավորություն է տալի Եվրոպային նորից վերապրել են ամեն ինչ, որ իրանց պետք է, այսինքն այդ աճը։ Հիմա հայտնի չի Եվրամիությունը, տեսեք, բազմիցս հայտարարեցին Հայաստանից բացի ոչ մեկի հետ վիզաների ազատականացում չեն քննարկում։ Բայց վիզաների ազատականացում չեն քննարկում, բայց բանն էլ Frontex-ն չեն քննարկում ոչ մեկի հետ։ Այսինքն սահմանապահ զորքերի ներգրավվածություն իրանց սահմանապահ ծառայության։ Այսինքն սա նշանակում է, որ ինչ-որ նաև մոդելի փոփոխություն կա Եվրոպայի ընդլայնման եւ Եվրամիության անդամակցությունը, որը առաջարկվում է Ուկրաինային եւ ասում է, որ դա հնարավոր չի, մինչեւ պատերազմը չավարտվի, որը հասկանում է, որ վաղը չի ավարտվելու պատերազմը։ Շատ են ուզում, բայց չի ավարտվելու, որտեղ առնվազն Տրամպը դա չի ուզում։ Հայաստանի դեպքում այդ պատերազմը չկա, բայց դա միևնույն ժամանակ լավ ցուցանիշ է, որ եթե Հայաստանի անդամակցությունը բացվեց, իսկ դա շատ ավելի հնարավոր է հիմական Ուկրաինային, դա նաև նոր մոդել կտա Եվրոպայի տարածման, որտեղ այնտեղ կա նաև, հիշեցնեմ, Իսլանդիա կա շատ հետաքրքիր տվյալ, ֆանտաստիկ ուղղակի։ 2 շաբաթ առաջ Կանադայի հարցումները ցույց տվեցին, որ կանադացիների 60% ուզում է դառնա Եվրամիության անդամ։ Եվրամիության, ոչ Միացյալ Նահանգների 50 չեմ որերորդ նահանգ։ Չէ, բաց է Եվրամիության անդամ։ Այսինքն դուք հասկանում եք Կանադա, Իսլանդիա, այդ նոր զարգացման, նոր այդ նշանակում որ պարզա չէ, որ իրենք չեն կարող հավակնել դրան որպես Այսինքն Հայաստանը ոնց որ առողջ բջիջ լինի եւ ես ասում երիտասարդացնի նույն եվրոպական չեմ ուզենա որ սա մեկնաբանվի սենց բան են ոնց որ ուզում վարդագույն վարդագույն բաներով քոթոթի ուրախությամբ սենց ինչ-որ բան չէ բայց խնդիրը հետեւյալն է մենք ունենք այդ հնարավորությունը այսինքն եթե մեր արտաքին քաղաքականությունը ցավոք սրտի սա հնարավոր չի այս պահին հրճակված բալանսավորման քաղաքականության շրջանակներում սա պահանջում է հնարավոր ռեսուրսների 80%, այսինքն քո պետության 80% ռեսուրսների պետք է ուղղված լինի այս գործընթացին։ Իսկ մենք դա չենք կարող անում, մենք կարող ենք անել, Նիկոլենք դա չեն կարող անել, որտեղ իրանց մոտ այդ բալանսավորման հարցը կա։ Դե գումարած ընտրություններ, պաշտոնապես ընտրությունները կակրած լավ են, ընտրությունների ընթացքում խոսենք այդ մասին, երևի գովազդից հետո խոսելու ենք այդ 17 + 2, 17 կուսակցություն + 2 դաշինքի մասին եւ փորձենք հասկանալ թե ինչ է մեկնարկել այն ամենայն իսկ մեկնարկել է ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ, մնում եք մեզ հետ, սպասում ենք, գովազդից հետո վերադառնում ենք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտն է ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Կարեն Սարգսյանի հետ, սոցիոլոգ վերլուծաբան։ Եվ այսպես մեկնարկել է Քարոզ Արշավը 17 կուսակցություն, 2 դաշինք, այդ որ ասեցի 17 գումարած 2 դա էր։ Եվ ընտրողների թիվը մոտավորապես 2.5 միլիոն է նշվում։ Այդ 2.5 միլիոն հայաստանցի պետք է իր որոշումը կայացնի, իր ընտրությունը կայացնի։ Հետաքրքիր էր Սամվել Կարապետյանը երեք հարցազրույց տվել, մի քանի դրվագ եմ ուզում քննարկել, ինչու, որովհետև այս դրվագը վերաբերում է ոչ միայն Սամվել Կարապետյանին, այլ ուզում եմ հարցնեմ, այսպիսի մոտեցումը ընդդիմադիր թևի համար սովորական մոտեցում է եւ ինչ է սա նշանակում։ Ինձ համար զարմանալի էր։ Նա ասում է մենք չենք կասեցնի պետական մակարդակով ստորագրված որևէ փաստաթուղթ, չենք հրաժարվի որևէ փաստաթղթից։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրականացնենք այդ փաստաթղթում գրվածը։ Այսինքն մենք չենք հրաժարվի այդ փաստաթղթից, կընդունենք այդ փաստաթուղթը, բայց չենք կատարի այն։ Փորձենք հասկանալ, դա ինչ կբերի երկրին, եթե երկրի ղեկավարությունը այդպես վարվի։ Իսկ ինչ ունենք փաստաթուղթ, որ իրանք պատրաստ են։ Տրիպի մասին էր խոսքը, մասնավորապես։ Տրիպը փաստաթուղթ չի։ Խոսել ենք երեք։ Տրիպը փաստաթուղթ։ Ասենք տրիպը փաստաթուղթ չի, բայց եթե փաստաթուղթ է ստորագրում, ինչ որ մի երկրի ես հասկացա։ Օրինակ փաստաթուղթ է ստորագրում ռազմավարական գործընկերության մասին Ֆրանսիայի հետ, եւ այդ փաստաթղթում ինչ որ կետեր։ Դա ավելի հավանական է, քան տրիպը։ Դա դիտարկենք։ Դա ավելի հավանական։ Օրինակը դա դիտարկենք։ Որովհետեւ
Տրիպը նոյեմբերի 9-ը եւ այլն, դա կարա ենթարկվի վերաձևակերպման իրենց կողմից եւ հայտարարությունը մի փոքր փոխեն բանալ են, որովհետեւ եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե մենք չենք ապա 3 ամսվա մեջ պատերազմա լինելու, իսկ խաղաղության պահանջը հայկական ընտրողների մոտ առաջնային է դեռևս խաղաղության, որ նա անվտանգային պահանջ է, դա այդքան էլ խաղաղությունը չի, անվտանգություն են ուզում։ Սա այսպես եւ մեծ հաշվով իրենք փորձում են կփորձեն այդ դրանով ցույց տան, որ չէ պատերազմ չի լինելու, բայց եթե պատերազմ չի լինելու, ապա ինչու եք դուք տարբերվում Նիկոլից, որտեղ Նիկոլն էլ թուղթը ստորագրում է ու չի անում։ Սա մեկ, երկու, եթե Ֆրանսիայի մասին է խոսքը վերաբերվում, ապա Սամվել Կարապետյանը մեծ հաշվով դրա մասին ենք խոսել, կանգնում է Հայաստանի քաղաքական սուբյեկտության ոչնչացման ճանապարհին, որի վրա իհարկե առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է, բայց եթե Սամվել Կարապետյանն էլ պատրաստում տենց անել, ինքն էլ է, ինքն պահանջում է այդ բանի մեջ։ Այսինքն այս գործելավոճը ինչին է հանգեցնել։ Դա տեսեք, եթե դու ընտրությունների ժամանակ հայտարարում ես, որ քո ստորագրությունը ոչինչ չի նշանակում, իսկ դա այդպիսի հայտարարություն է, որ կստորագրենք, բայց չենք անի, նշանակում է դու միջազգային հարաբերություններում ոչ միայն անվստահելի ես, այլ դու ոչնչություն ես։ Բայց նախորդ ստորագրածի մասին է խոսում։ Նա չի ասում, ես չեմ մերժի, չեմ ճղի պատրի, դրա համար չեմ ասում, որ ինքն է, ասենք բան, ոչնչություն քաղաքական։ Ես ասում եմ, որ ինքը ոչնչացնում է Հայաստանի պետականությունը, որտեղ պետականությունը կառուցված է իշխանության փոխանցման ընթացքում նաև այդ ժառանգությունը պայմանագրերի փոխանցելու ուժից ուժ։ Այսինքն դա չի նշանակում, չէ, որ ամեն անգամ կառավարությունը նորից չի գնում սա խարտիաները ստորագրի։ Հիմա լավ, այդ օրինակ, ես ասեմ, որտեղ է թուլությունը եւ ինչն է պատճառը, որ ես ասում եմ, ասենք ռուսական ուժերը ուղղակի ծիծաղալու են։ Ասենք խելք մեկը բանը լինի, հնարավորություն ունենա գումարային, ոչ ուրիշ բան։ Կհանի Սամվել Կարապետյանին քրեական օրենսգրքով կդատի, որտեվ ես օրինակ կարամ սա մեկնաբան եմ, որ ինքը ցեղասպանության կոչ է անում։ Մենք կոնվենցիա ունենք, չէ՞, ստորագրած։ Եթե դու պատրաստվում ես ինչ որ ստորագրած փաստաթուղթ չիրականացնել, ուրեմն ինչ ուզում ես ցեղասպանություն անես, ուզում ես, ասենք, չգիտեմ, երեխա բռնաբարես, ուզում ես թմրանյութ վաճառես, ուզում ես միջուկային զենք տրակացնես մեկի գլխին։ Այսինքն պրոյեկտել բոլոր ցանկացած բանի վրա։ Իհարկե վերցնում ես այդ թյուր, տանում ոչնչացնում ես որպես քաղաքական ուժ, ուղղակի հոդս կցնդեն։ Առավել եւս շատ լավ, որ ինքը եվրոպական անձնագիր ունի։ Իրան կարաս տանես եվրոպական երկրում դատես այդ բարագայում։ Ինչի վրա ուշադրություն դարձնի ընտրողը, մենք ասացինք։ Ընտրողը ուշադրություն դարձնի մենակ մի բանի վրա, ընտրողը ուշադրություն դարձնի, որ հանկարծ ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում ձայն չտա նրան, ում համար պատրաստ չի ամբողջական պատասխանատվություն կրել։ Ես դրա համար եմ ասում, այն ոչի լնգուլավազներին են, որ բանա, անհայտ անհասկանալի ռուսական պրոքսիներ են կամ ինչ-որ բաներ են, շատ զգուշ է պետք մոտենալ։ Հիմա պայքարը գնում է ռուսական ուժերի, որոնք ուզում են Հայաստանի սուբյեկտությունը ոչնչացնել, եւ կոպիտ ասած, սենց հա, ՔՊ-ի կամ Նիկոլի միջև։ Ուրիշ պայքար Հայաստանում չկա։ Մյուսը կասի, ես Փաշինյանի արածի համար ինչի պետք է պատասխանատու լինեմ։ Իհարկե Փաշինյանի արածի համար դուք չպետք է պատասխանատու լինեք, բայց եթե դուք պատրաստ եք գնալ իրան ձեն տալ, դուք պետք է ձեր քաղաքական ձայնի մասնաբաժնով այդ պատասխանատվությունը կրեք։ Եթե չեք ուզում, այդ ուրիշ հարց է, բայց դա չի նշանակում, որ եթե դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանի մասով պատասխանատվություն կրել, չի նշանակում, որ պիտի պատահական սկզբունքով գնանք ինչ-որ մեկին այդ ցուցակից վերցնեք, ասեք եկեք սրանց են տամ, ասենք հետ պտտեք, մի հատ տեսեք ինչ են խոսել։ Հիմա ասում եմ, չէ, այս հիմա բավականին հետաքրքիր վաղուց էինք ասում, էլի պիտի հիշեմ Արմենին։ Արմենի հետ Հովհաննիսյան քանի անգամ հետերներում ժամանակը կգա, որ կպարզվի, որ այն մարդիկ, ովքեր Եվրոպայի դրոշ ասում էին իջացրեք միտինգների ժամանակ, լցնում էին տակները, որ ասում էին, եկեք գնանք գոռանք
որ ասենք Ռուսաստան հապկից պետքա դուրս գալ, հապկի միտինգի ժամանակ վախեցած փախնում էին, թումանով մկան ծակին փող էին տալի։ Հիմա պարզվում է, որ սաղ Եվրոպամետ է, որ սաղ արևմտամետ է։ Այ էդ է հարցը, որ հետ եք պտտվում, տեսեք ով ինչ է խոսել, այսքան տարիների ընթացքում ոնց է դա փոփոխվել, ով է որտեղից առաջացել, որտեղ մարդիկ կան նստած են եղել որպես ԱԱՑ-ի կանսերվա, մեկ է բացվել են հիմա։ Ասենք բարձր չէ, հապատի հասկանաս, ով որտեղից է գալիս, սա քաղաքականությունը։ Հասկանալը գալիս է, երբ որ իրենք ներկայացնում են իրենց ծրագիրը։ No, իրենք չեն ներկայացնում ծրագիր, Գայանե ջան։ Եկեք տեսեք, դուք բավականին երկար ստիպված եք եղել, կարող է ժամանակի նաև հաճույք եք ստացել, սա մեկնաբանելուց ես քաղաքական, բայց ստիպված եք եղել քաղաքական դաշտը վերլուծել մեկնաբանել, չէ՞։ Դուք երբևիցե տեսել եք, որ Հայաստանում մեկը ծրագրային հիմքերով ընտրություններ կրի կամ մասնակցի ընտրությունների։ Հայ ընտրազանգված է, ինչպես նաև հետխորհրդային տարածքում գրեթե բոլորը։ Երկու գործոն կա, գործոն համար 1 անձը, գործոն համար 2 դա անձի հանրորեն հասանելի արտաքին Հայաստանի համար արտաքին կոմպոնենտներին հակվածությունն է, այսինքն կոպիտ ասած, հիմա մոդա է հակառուս լինել, տեղից ով վերակաց է դարձել է հակառուս։ Լավ, ուրեմն ծրագիրը չկա, կողմնորոշվում ենք, ծրագիրը կա, գուցե կլինի, բայց այդ ծրագրերը էլի գրաված գեղեցիկ ինչ-որ ինտերնետից կամ ChatGPT-ին տալիս է ձեզ։ Լավ, ասենք թե ինչ-որ մեկը բոլորին այդպես չասենք, կարող է ինչ-որ մեկը իսկապես կարող է ինչ-որ մեկը ChatGPT-ին չի տալիս, ասենք Mistral-ին է տալի կամ Claude-ին է տալի։ Բայց դուք ասում եք ծրագրերով, չէ, մենք կտեսնենք այս մեկ ամսվա ընթացքում մենք դուք մյուս զելեմենները, մյուս վերլուծաբանները, հա, իմ անունը չեմ տալի, որտեղ ակնհայտորեն ես դրանով խորացած զբաղվում եմ, բայց ասենք դուք որպես մարդով ստիպված է լինելու իրանցից եթերի դուրս գալ, պետք է նայեք ծրագիրը, հնարավոր չի չնայեք։ Դուք կարող եք մի պահ ավելի շատ իմանաք այդ ծրագրի մասին, քան իրենց կուսակցության անդամները, եւ դա միշտ այդպես էլ կա։ Օրինակ 95 թվականին մենք այսպես էինք արել, 6 հարց էինք դուրս բերել եւ բոլորին այդ նույն 6 հարցն էինք տալիս, խոսքը գնում էր եւ արտաքին վեկտորի համար, տնտեսությանը վերաբերող, այսինքն 6-ը, չեմ ասում հիմա 6, թող լինի 2, 3, 15 պետք է լինեն ինչ-որ հարցեր, որոնք ցուցիչ լինեն, բայց այստեղ դուք շատ կարևոր բան ասացիք, նրանք էլի ցուցիչ չեն լինի, որովհետև կկեղծվեն պատասխանները։ Միանշանակ, ցուցիչներից մեկը կարա լինի, որ դուք վերցնեք ցուցակի 15-րդ համարը, պատահական, միտեղ փողոցում ճեպազրույցան եք կամ հրավիրեք, ու իրենց ծրագրից հարց տաք։ Կարող է պարզվել, որ ինքը տեղյակ չի ծրագրից։ Ծրագրից չէ, քաղաքականությունից, տնտեսական քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից։ Բացառվում է, որ կլինեն, որովհետև չպետք է լինեն, որովհետև ցուցակում կարող է լինի մարդ, ով ասենք խորացած է տնտեսական հարցերով եւ իրան հարցնել բնապահպանական, ասենք կոնվենցիաների շրջանակներում։ Չէ, խոսքը գնում է տվյալ կուսակցության քաղաքականության մասին։ Ես չեմ ասում կուսակցությունը, ես իսկ կասկածում եմ, որ այդ 19-ից տեսեք, որպեսզի դու տնտեսական քաղաքականության մշակված բլոկ ունենաս ծրագրի մեջ, դու պետք է իմանաս պետական կառավարումը ինչն է։ Այդպիսի ուժ հենց հիմա, բացի Նիկոլենցից չկա։ Այո, դուք ճիշտ եք։ Իրանք չունեն տնտեսական քաղաքականություն, բայց ոչ թե չունեն, իրանք չեն կարող ունենալ։ Մեզ մոտ ցավոք սրտի մասնագետներ չկան։ Ասենք յուրաքանչյուր կուսակցություն պետք է ունենա առնվազն 2 հատ think tank իր հետ կապնված, որոնք պետք է աշխատեն եւ տարիների ընթացքում աշխատեն։ Think tank-եք ասում, 2 մասնագետ եթե ունենում են ճյուղային, համարում են, որ իրենք իդեալական պատրաստված են, հա, բայց մեզ մոտ դա այդպես չի։ Մեզ մոտ կամ սիրուն խոսալը, կամ ոգևորված խոսալը, կամ ինչ-որ բաները դառնում են հետ են գալիս, ինչով կառավարվի, ինչով ղեկավարվի ընտրողը, ինչի վրա ուշադրություն դարձնի։ Իրասեփական ցանկությունների։ Հասկանում եք, մեզ մոտ ցավոք սրտի ընտրությունները միշտ հիմնվում են վախի վրա։ Այ քեզ բան։ Աշխատանքից կհանեն, լավ չի լինի,
սրանց ընտրենք պատերազմ չլինի, նրանց ընտրենք պատերազմ լինի, ջանդամը ինչը լինի, ես հիմա Կանադայի անձնագիր եմ ուզում ստանամ, գնամ Կանադա, ինչ ուզում եք արեք, գնացեք մեռեք, հասկանում եք, ցավոք սրտի մեզ մոտ է դա, հիմա որպիսի Հայաստանը իր սուբյեկտությունը, որը հիմա ձեռքաբերում միջազգային ասպարեզում, ինչ-որ սենց բանը, որ նայում եք, սա նաև տարածվի դեպի բան, ցավոք սրտի ոչ թե ներքևից գնաց, այլ վերևից եկավ, որպիսի սա տարածվի, հաջողությամբ տարածվի, այն զանգվածը, որը գոնե պատասխանատվությունը ուզում կրի ես երկրի համար վաղը կամ մյուսօրը, ինքը պետք է մի բան անի, ինչի քարոզը ես անում եմ, որ երրորդ տարին է, չվախեք, ոչ մի որոշում վախից բան անելով պայմանավորված չընդունվի։ Եթե ձեզ թվում է, որ դուք չեք կարողանում կողմնորոշվեք, եթե դուք ունեք սեփական ինչ-որ արժեքներ, ծրագիր, դուք ուզում եք, որ սենց լինի, չէ, ու ոչ թե абստրակտ տիպը Ռուսաստանը լավը չի, օքեյ, Ռուսաստանը լավը չի, կամ Ռուսաստանը լավն է, այդ որոշում չի, այդ բան չի, դուք ինչ եք ուզում, դուք, ձեր ուզում եք, որ ձեր երեխաները ստանան նորմալ Բայց ես այն ինչ ես ուզում եմ, կներեք, որ ընդհատեցի, ես պետք է տեսնեմ, որ այս քաղաքական ուժը այդ իր ծրագրով ձեռնամուխ է լինում, նա ստանձնում է այդ պատասխանատվությունը դա անելու։ Ոչ թե ստանձնում է պատասխանատվություն, այլ նայում եք ցուցակը։ Նորից նայում ենք ցուցակը։ Լավ։ Մարդ եք նայում, մարդ, որ Նիցշեի պես, հետո ցերեկ օրով չընկնեք ճրակով շուկայում մարդ մանգակ, հասկանում եք։ Դուք պետքա գտնեք մարդկանց, ովքեր դա կարող են իրականացնել։ Ստեղա գալիս կանգնում։ Նաև կարող է, ոչ միայն ստանձնում է, այլ նաև ինչ իմաստ ունի գնալ ձեր ձայնը, որը ուժ է, ասենք ուժ է տալ ինչ-որ մի կուսակցության, դու տալիս ես այդ ուժը, մեզ մոտ ասում եմ, լիդերին են հիմնականում գնում ընտրում, լավ եկեք հլտակը նայեք ով, կարան անեն, թե չեն կարա, լավ ընդունենք լիդերը լավն է, կարող է, չգիտեմ, Սամվել Կարապետյանը, որը իրավունք չունի Հայաստանում ոչ մի քաղաքական քայլ անելու բացի թաղապետ նշանակվելուց, ասենք կարող է ինչ-որ մարդու համար, ասենք իր պապայից թանկը, բայց Սամվել Կարապետյանը Հայաստանում ինչ կարող անի, ոչ մի բան, իսկ Սամվել Կարապետյանի հետ եղած մարդիկ, ովքեր են դեռ ցուցակում, ասում են շատ փող ունի, ասում են բարեգործ է, բարերար է, օքեյ, պետական կառավարումը բարեգործության եւ բարերարության հետ որևէ կապ չունի, պետական կառավարումը ցինիկ, ռացիոնալ կառավարման մասին, օրինակ, եթե դու ունես այս պահին մեզ մոտ այդպես է կերակ շռող մաս թոշակառուների, դու պետքա ցինիկաբար վերցնես խոշոր բիզնեսը, իրանց եկամուտները շահույթը կտրես, տանես լցնես, որպեսզի թոշակառուները նորմալ ապրեն։ Իսկ Սամվել Կարապետյանը, ում շրջապատը բոլորը ծիծիլոնատերեր են, ինք դա կյանքում չի անի։ Լավ, կասեն 19 կուսակցությունից կամ 19 քաղաքական ուժից ինչի է Սամվել Կարապետյանի Նիկոլը չի անի։ Փաշինյանն են քննարկում։ Օքեյ, Փաշինյանը արեց, փորձեց թոշակը բարձրացնել, մցրեց բան։ Փաշինյանը ունի դրանում Եվրոպայի աջակցություն։ Ինք եվրոպական մոդել է կառուցում։ Առնվազն ցույց է տալիս, որ կառուցում է։ Շատ վատ է կառուցում։ Ակնհայտորեն, որ ասի կոռուպցիոն սխեմաներ են աշխատում նույն Երևան քաղաքում, որը մենք տեսնում ենք, հա, մենք տեսնում ենք, որ անցած տարվա այդ սալիկները շարած հետիոտին համար նախատեսված բանը այս տարի դարձել են անանցանելի։ Դա նշանակում է, որ կամ այս տարի ամռանը, կամ մյուս տարի 28 ընտրություններին տարած ավելանում մի հատ էլա փող լվալ, որտեղ դա որպես փոքր օրինակ մեծ հնարավոր մեծերի, հա, բա ոնց, բա մոդել է։ Մենք տեսնում ենք, որ այդպես էլ չհերկվեց, որ Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունները ըստ միջազգային մամուլի 15 միլիարդի ոսկի լվացին։ Եվ այդ գումարները ոչ միտեղ չեղավ։ Եվ Նիկոլ Փաշինյանի կուսակից ընկերները երբևիցե դրա մասին չխոսեցին ազգային ժողովում։ Սա էլ է կոռուպցիա։ Բա իհարկե կոռուպցիա։ Դե ստացվում է ժողովուրդը պետք է այս կոռուպցիայից այո, չարյաց փոքրագույնը տեսեք, չարյաց փոքրագույնը դա նշանակում է, որ դու ընտրում ես ինչ-որ մեկին, ով երբևիցե քո դեմ զենք չի կիրառի, որպես իշխանություն, որտեղ ինքը լեգիտիմ ուժ կիրառողն է միակ։ Ու հետո խռիկներից բռնում ես ընթացքում։ Ընտրությունները չեն ավարտվում այդ թուղթը գցելով։ Ընտրությունները ավարտվում են մյուս ընտրություններին, ոնց որ ֆուտբոլային խաղը ավարտվում է բանի մրցավարի սուլիչի հետ։
Այսինքն դու որ մեկին ասում ես արին նստի իմ մոտ վարչապետ աշխատի ու քո կառավարությունով, դու հետո ամեն օր իրան հարց ես տալի, իրանից սպրոս ես անում։ Այն ձայնի համար որտեղ Փաշինյանը անդադ ասում է ես էս արեցի, ես ասֆալտ այսօր էլ Սուտա, կառավարության է դեր ասում։ Վերջին անգամ երբ են այստեղ ասֆալտ գցել, ասում են Բրեժնևի օրով։ Ահա, հիմա նայեք։ Դա Այդ համարում ինչ- եք հաշվետվություն։ Ոչ, հենց էտա, տեսեք, խնդրեմը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը այնքան էմոցիոնալ է, փոխկապակցված բանի հետ այդ մոդելների չվերադառնանք այդ դրան 100 անգամ խոսել ենք, ինչու են իրանք Նիկոլին սիրում, որ ոչ մեկ չի կարողանում հասկանալ, որ եղբայր այն որ դու դպրոց ես սարքել մանկապարտ ես կամ ասֆալտ ես գցել, դա քո գործառույթն է, որի համար քեզ ոչ թե չպետք է գովանք, քեզ նույնիսկ շնորհակալություն չի հասնում դրա համար։ Այլ այդ Նախարարության կամ բան, այսինքն ստեղ հարցը հետևյալն է, դուք պետքա տարբերեք, որ այն գործողությունները, որոնք արվում են հիմնականում եւ որոնց այդ բան ժապավեն կտրելուն բաներուն մասնակցում է Նիկոլը կամ կառավարության այն անդամն, դա գործառույթ է, որը ուղղակի գրված է եւ պետք է արվի։ Նորից եմ ասում, դրա համար ոչ թե չպետք է գովել, այլ նույնիսկ շնորհակալություն չի հասնում։ Այդ իրանց ամենօրյա Լավ, աշխատանքն դուք ասում եք խոստանում է, մեխանիզմ ենք ունենք, ես բերեցի օրինակ, որ Իհարկե։ Փաշինյանը խոստացել է, նրան անդադ ասում են քո խոստումները դու չես կատարել, որն ես կատարել, եւ այսօր ես բերեցի օրինակ այդ մի օրինակը։ Բայց ի՞նչ է խոսք տվել որ։ Դե Ինքը խոսքա տվել խաղաղություն, միակ բանը որ խոսքա տվել։ մարդիկ ասում են այն գինը, որով մենք ստացանք այդ խաղաղությունը։ Դուք գնացել եք իրան ընտրել եք։ Դուք չեք հարցրել ինչ գնով ես խաղաղություն տալիս։ Կներեք, ես տենց մի քիչ ռեալ պոլիտիկ ցինիկի մեջ։ Այո, մենք այդպես Այն տա այն վաղ պետք չէր ընտրել։ Այն վաղ պետք չէր ընտրել նաև ռուսական ուժերին։ Որովհետև հասարակությունն է մեղավոր, որ այդ եղավ հնարավոր, որ ստեղծվեց դիխոտոմիկ մի պատկեր, որ կամ Նիկոլն է, կամ նրանք, ովքեր ուզում են պետականություն չլինի։ Այսօր ինչ է։ Դե հիմա էլ է նույն բանը։ Նույն բանն։ Հերո չենք գնաց։ Հերո չեն գնացել։ Ու հիմա ավելի, տեսեք, ավելի փափուկ պայմաններում ավելի հեշտ է այդ ցույց տալ, հա, այն կամ բացարձակ տենց ինչ որ մութ էր, մռայլ էր, սև էր, արունոտ պատերազմը նոր էր ավարտվել, կովիդը, բանը ու այդ Քոչարյանը, որը ռուսական դրոշներով եկավ, բան, այդ ակնհայտ էր, որ այնտեղ մարդիկ ուղղակի նայեցին, մղձավանջը տեսան, ասենք Մորդորի հարձակումը, այդ օրկերին տեսան, գնացին, ընտրեցին Նիկոլին։ Բայց այնինչ չի, որ Նիկոլը այդ ժամանակ ամենալավն էր։ Ամբողջ համակարգը կառուցված է դիխոտոմիկի վրա միշտ։ Հիմա հեշտ է։ Նիկոլին ձեռք է տալի, քանի անգամ խոսել եմ սրա մասին։ Նիկոլին ձեռք է տալիս։ Եվ այս ինչ եմ ես ասում, որ այս ընտրությունները եւս մեզ մոտ դիխոտոմիկի մեջ են։ Կա դեռևս այդ ռուսական ուժերը, որը որ բանա։ Ուզում եք իմանալ ոնց այս ընտրությունները կավարտվեն ակնհայտորեն, ինչ ուզում եք արեք Նիկոլի հաղթանակով ձև չկաստի։ Բան չեք կարող։ Ուղղորդում եք դուք, ազդում եք ընտրողի վրա։ Ես ազդում եմ, սենց ասեմ, այդ գաղափարը ազդում է իմ նյարդերի վրա, այնպես չի որ ես բան եմ, բայց ասենք եկեք օբյեկտիվ, հա, կա իրականություն եւ այդ իրականության մեջ ասենք ոնց եք դուք պատկերացնում, ոնց պետք է հաղթի պրոռուսական ուժը ստեղ։ Ինչու պրոռուսական, ասում են նոր ուժեր կան, նոր ուժերը չեն կարող հաղթեն, որովհետև խոսել ենք արդեն նոր ուժերը ինստիտուցիոնալիզացված չեն, եւ դրանք նոր ուժեր չունեն, ասենք նոր ուժ ասեք, որը կարող Նինա Կարապետյանցին երեք վարչապետի Մեղակ ես Տեր Աստված, ես Նինա Կարապետյանցի հետ եղել եմ բանավեճի։ Նինա Կարապետյանցը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։ Լավ, չէ, պրոստը չի կարող։ Ես էլ չեմ ուզում, դուք անուն տվեցիք։ Տեսեք, ինստիտուցիոնալիզացված կուսակցությունը, մանավանդ այն բանի մեջ երկար պոչ։ Այդ իրեւ վիրավորական չի դա, մարքեթինգային տերմին է։ Որը։ Երկար պոչը։ Այսինքն 1-2 գլխավոր բան կա, product կա, եւ այն մնացածը սենց լիք product-ներ են, հա, հետևից գալիս են շլեյֆով, հա։ Տեսեք, դուք վերցնում եք կուսակցություն, փորձում եք իրանց ընտրել։ Լավ, գոնե ձեզ համար ցուցակը բացեք եւ հասկացեք, ասեք այդ մարդիկ պաշտպանության նախարար ունեն։ Ուրիշ բան չէ, պաշտպանության նախարար, չգիտեմ, ներքին գործերի նախարար, արտգործ նախարար։
Ընդ որում արտգործնախարարը ոչ թե այն որ ասենք լուրջ դեմքով կարող է խոսա, չէ։ 2-3 լեզու գիտի։ Փոխկապակցված է տարբեր բաների հետ։ Իր կրթությունը համապատասխանում։ Փաշինյանը եւս չգիտեր, Փաշինյանի մոտ կա Արարատ Միրզոյան։ Հա, Արարատ Միրզոյան կա, ասում եք դուք, հա։ Փաշինյանի մոտ հենց հիմա կա Արարատ Միրզոյան։ Որի հետ ոչինչ չես կարող, ինքը ասենք արտգործնախարարը, որին ընդունում են։ Արարատ Միրզոյանի շփումները արտգործնախարարների հետ համապատասխան իր գոլեգաների ժամանակ չգիտեմ Twitter-ը կարող եք նայել։ Այսինքն կողմնորոշվեն ոչ թե միայն այն անձով, ով առաջինն է։ Ոչ իհարկե, դա ցուցափեղկն է։ Հա, մնաց նայն տեսնեն դուք ասեցիք։ Եկեք ես դες մի բան ասեմ։ Տեսեք, երևի թե կընդունեք այդ փաստը, որ երբ որ գնում եք ինչ որ, չգիտեմ, վերարկու առնելու կամ բան, դուք ցուցափեղկի մեջի վերարկուն չեք առնում, չէ՞։ Դուք մտնում եք խանութի ներս։ Ցուցափեղկի վերարկուն դուք առնում եք մենակ այն բանը, որ շատ է ձեզ դուր գալի, բայց վերջինն այլ չկա կամ ձեր համարը չկա։ Ինքը որտեղ արդեն համարվում է օգտագործած, դա դրա մասն է։ Առաջի համարը ցուցափեղկ միշտ ցուցափեղկի մեջի բանն է։ Ինքը շատ կարևոր է, ինքը ուշադրություն բևեռող է, իր շնորհիվ դու գալիս ես, այո, բան։ Լավ, դուք ասում եք Սամվել Կարապետյան, այդտեղ դուք տեսնում եք ներուժ, այդտեղ դուք տեսնում եք ինչ որ ցուցակ, այդտեղ ես տեսնում եմ միլիոնավոր դոլարներ եւ Ռուսաստանի աջակցություն։ Եվ դուք ոչինչ չեք կարող անել, ինձ մինչեւ հիմա մարտիկ ում ես համարում եմ ռացիոնալ մտածող, մեկ տենց բաներ են ասում, որ ես հասկանում եմ, սա հնարավոր չի սրանից են կոմանցնել, մեկ միևնույնն է կա այդ ազդեցությունը։ Իրանք մնացել են բան, տեսեք, մինչև հիմա Հայաստանում ընդունված է միջազգային լրահոսի մասին տեղեկություններ ստանալ ռուսական աղբյուրներից։ Լեզու չգիտեն։ Որ լեզու չգիտեն։ Ժամանակի հարց է, ինքնա օրինակ։ Բայց չէ, ցանկություն պետք է ունենան, չէ՞ սովորել։ Արդեն անգլերեն։ Դրա համար երիտասարդությունը թքած է Ռուսաստանի վրա։ Դրա համար երիտասարդությունը, ասենք, ինքը շարժ, բայց երիտասարդությունը հոգնած է քաղաքականությունից, որովհետև քաղաքականությունը բումերների ձեռքում է։ Իսկ բումերները անիմաստ բաներ են անում։ Անիմաստ։ Քաղաքականությունը իրանք հետ են տանում 20-րդ դարի վերջ։ Դուք ուզում եք ասեք ոչ թե ծրագրերի, ոչ թե համոզմունքների ամենակարևորը, որտեղ ծրագիրը այո կարելի է գրել, համոզմունքների պայքար է եւ ընտրություն է այս համոզմունքը ընտրես թե այն, այլ փողի պայքար է, հա? Կարողությունների պայքար է։ Money is the power, power is the money։ Հա։ Փողը դա իշխանությունը, իշխանությունը դա փողը։ Սա պետք է ֆիքսել։ Թրամփի դեպքում էլ փողը աշխատեց։ Միլիարդներ։ Միլիարդներ։ Սոցցանցերը։ Այո, միլիարդներ, բայց մի հատ ուրիշ բան կա, տեսեք, երբ դուք փորձում եք դիտարկեք Հայաստանը որպես երկիր, որտեղ կա քաղաքական պայքար, դուք պետք է հասկանաք, որ Հայաստանում քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի երկու բանի վրա։ Կառավարման մոդելի, այսինքն ես օրինակ կտրականապես դեմ եմ պարլամենտական համակարգի փոփոխության։ Շատ դեմ եմ։ Ինչու՞, որովհետև պարլամենտական համակարգը ապացուցեց, որ մենք կարող ենք կայուն կերպով անցնել հեղափոխություն, կովիդ, պատերազմ, էթնիկ զտումների հետևանքով առաջացած բան, միգրացիոն հոսք, չէ, բայց ասում եմ լավն է բանը, պարլամենտական համակարգը լավն է, բացատրում եմ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կայուն կերպով կարողացավ այդ համակարգը առանց կանդվելու դիմակայել եւ գոյություն ունենալ հեղափոխության, կովիդի, պատերազմի, էթնիկ զտումներից առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական պատերազմի եւ իրանական պատերազմի մեջ։ Այսինքն այս համակարգը համապատասխանում է Հայաստանի պետականության մոդելին այս պահին, այս ժամանակահատվածում, որովհետեւ այս համակարգի շնորհիվ նաեւ մենք կարողանում ենք ասենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ստորագրել է վարչապետը, առ ոչինչ է, ինչպես նաև Տրամփի հետ ստորագրված փաստաթղթերը, որտեղ մենք պարլամենտական համակարգ ենք։ Եվ մեզ մոտ մինչև պարլամենտը չրատիֆիկացնի, այդ թուղթը կարակ օգտագործեք արևածաղիկի սեն վաճառելու համար, սենց իրում փաթաթեք Տրամփի ստորագրությունը բանը, հա, հատը $50,000 վաճառեք, բայց էդ է։ Ոչ մեկին չի հետաքրքրում, մինչև պարլամենտով չի անցնում։ Սա է ամենակարևորը, սա կայունությունն է։ Իհարկե սուպեր վարչապետությունը, իհարկե վարչապետին ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությունը եւ այլն, օրինակ արտաքին հետախուզությունը նորմալ մոդելի մեջ պարլամենտական պետք է ենթարկվի արտգործնախարարության,
դա տենց է։ Եվ ազգային ժողովում մեծամասնությունը դրա համար ասեցի, գուցե մոնարխիա անենք եւ վերջացնենք։ Մոնարխիան փրկություն չի, մոնարխիան նշանակում է ընդամենը որ բանը նախագահի փոխարեն, դե մեր մոտ տեսեք, այս պարլամենտական համակարգը ինքը նույն բրիտանական համակարգն է, ուղղակի ինտերտակավորի փոխարեն նստած է նախագահան, որը ոչինչ չի անում։ Լավ, այդ օրինակը ինչու բերեցիք, որ ասեցիք պարլամենտական, ընդունեցինք, ես հարցնում էի, եթե սա փողի մրցում է, ժողովուրդը ինչ ընտրի։ Փողի չի, էլի եմ ասում։ Ով ավելի շատ փող ունի։ Սա փողի մրցում չի, չէ։ Սա ընտրողի տեսանկյունից դա ընտրությունն է այն աշխատակիցների, ովքեր իր իղձերը եւ ընտրողի իղձերը եւ ընտրողի ցանկությունները եւ ընտրողի սպասելիքները կիրականացնի, որպիսի ընտրությունը լինի ռացիոնալ, որպիսի ընտրությունները լինի կայուն, որպիսի մարդկանց մոտ շոկ չառաջանա հետո, թե խաղաղությունը ինչ գնով է լինում։ Ամեն մարդ պետք է գնա ընտրության նախապես հասկանալով, թե ինքը ինչ է ուզում մոտակա 5 տարին։ Մարդ կա ուզում է ասենք, չգիտեմ, որ իր տղային բանակ չտանի, օքեյ, գնացեք տեսեք ով ասում, եկեք բանակը սարքենք մասնագիտակցված։ Մարդ կա ով ուզում է 5 տարվա ընթացքում, որ ասենք իրան պետությունը ապահովի, ինքը 4 լեզու իմանա ու ունենա $2 միլիոն։ Գնացեք ընտրեք նրան, ով երկրորդական կրթությունը անվճար ապահովում։ Մարդ կա ով ասենք, չգիտեմ, ով ուզում է շատ առողջ լինի ու կասկածում է որ բան, գնացեք տեսեք ով է ասում, ախպեր, արի ես մենք քո ստենտավորումը անվճար կանենք, արի դու մենակ ամեն տարի պարտադիր կերպով սանցի, մենք քեզ կանենք։ Մարդ կա ով ուզում է որ Հայաստանը ինտեգրված լինի Եվրոպային եւ ինքը չգնա դեսպանատան դուրը։ Այդ էլի կարան գնան ընտրեն նրանց, ովքեր դա առաջարկում են, բայց երբ դուք բան եք անում, այդ որոշումը կայացնում եք, դուք ինչ եք ուզում 5 տարվա մեջ, դուք պետք է հասկանաք, որ դուք ուզում եք 1 կամ 2 բան, բայց ինքը միշտ կոմպրոմիս է, քաղաքականությունը միշտ կոմպրոմիս է, այ քեզ դա է ձեռք տալիս, կարող է քեզ հաճելիորեն տենց բաներ խոսան, օքեյ, խոսացողների մեջ մի հատ ցուցակով անցի, կարող է պարզվի, որ ասենք այդ գլխավոր համարը, առաջի համարը դրանից խոսում է կամ երկրորդ համարը, բայց մնացածը սա կոռումպացված են, հələ միտեղ էլ կարող է, ասենք լրիվ քո հակառակ արժեքների վրա կանգնած մարդիկ են, կամ ասենք իրանց ֆինանսավորում են, բարդ բան է, տեսեք, ընտրությունները բարդ բան են, ես միշտ ասում եմ, հիշում եք քանի անգամ, ինչու ոչ, չէ, գնացեք բոլորդ միացեք, չի լինում բոլորը միանալ, չի կարող լինի միանալ, միանալը դա ընտրողի թուլության մասին է խոսում, որ ասում է գլխառատ անեմ, զահլեքը չունեմ, չեմ ուզում ոչ մեկի ճանաչեմ, ոչ ուզում եմ մտածեմ, ոչ Նիկոլին եմ ուզում, ոչ Պուտինին եմ ուզում, ոչ մեկին չեմ ուզում, մի հատ ուրիշը տարի, ես գամ այդ թուլափայ քեզ այդ ձենը գցեմ, քո մասին մոռանամ, դու 5 տարի գնաս կառավարես, ես խիղճս հանգիստ լինի, որ ես Նիկոլին ձեմ չեմ տվել։ Դա ինքնաոչնչացման ռազմավարություն։ Դա չի կարելի։ Չի կարելի պահանջել քաղաքական կուսակցություններից միանալ առավել եւս անհատներից, որովհետեւ եղբայր նենց չի որ սպասում էին քեզ քո խորհրդին, ուզենային միանային 100 տարի առաջ կմիանային։ Դու պետք է ընտրես ով, ընդհակառակ, որպեսզի դու կառավարես, դու պետք է այնտեղ բաժանես, դու որպես ընտրող, որովհետեւ divide and conquer պետք է բաժանես, որ իրանց կարողանաս գրավես դու քեզնով անես։ Իսկ որ միավորվում են, ոչ մեկը ոչ մի բան չի անի, ամեն մեկը իրար վրա գցի, չես իմանա ումից սպրոսանես, ումից հարցնես։ Դրա համար օրինակ այս դաշինքները, որոնք որ պրոռուսական են, իրանք շատ ծիծաղալու են։ Իրանք տենց են արված, որ Պուտինին գցեն իհարկե, որ հետո ասեն, բա ոնց եղավ, մեկը մյուսի վրա գցի այդ դաշինքի մեջ։ Ես ասի, ես ամեն ինչ ճիշտ էի արել, ես քո բերած երկրորդ մարդը որ բերել ես, ես իրա պատճառով որ տակ ենք տվել։ Թե վերջում գումար են տոկոսները իրար։ Երբ վերջում բոլորը չեն կարող անցնել կամ դաժե եթե գումար են։ Տոկոս հավաքեն։ Էթո հավաքեն, հա, ես ասում եմ, չէ, պայքարը մեկա դիխոտոմիկա լինելու։ Խնդիր չկա։ Միևնույնն է դիխոտոմիկա է ազգային ժողովը։ Եվ միևնույնն է Նիկոլ Փաշինյանի ներքին քաղաքականությունը այնքան սխալ է վարված եղել, որ ինքը չի կարողանում բան գտնի, ճիշտ մոդել գտնի ռուսական բաներին, որովհետև խոսեցինք, 3 առաջ օրը խոսեցինք։ Ռուսский дом, Россотрудничество, Дом Москвы, տարբեր Yandex-ներ, Mandex-ներ, այդ ամբողջը ստեղ նստած է։ Դու չես կարող երկիրը անվտանգ պահես, եթե իրանց բոլորին ստեղ պահում ես։ Դու չես կարող ուղղակի, քո ներքին քաղաքականությունը խնդրեմ առաջացնում անվտանգության,
քեզ համար։ Եվ դա է պատճառը, որ ոչ մեկ մեծ հաշվով չի կարողանում Հայաստանում ձևավորի նորմալ կուսակցական կամ նորմալ քաղաքական ինֆրաստրուկտուրա, նորմալ սոցիալական ենթակառուցվածք, որովհետև դու ծանրաբեռնված ես նաև որքանով էլ որ դա բան չի հասկանում ես, դու պետք է Ռուսաստանում ապրող հայերին քրթանես, ասես ժողովուրդ ընդունենք, մայիսի 31-ին օրն է, վերջի օրը, որ դուք կարաք գաք Հայաստան։ Մայիսի 31-ից հետո դուք որ եկաք դառնալու եք օտար երկրյա քաղաքացի, բայց ով որ եկավ, սաղիթ կանեմ անվճար առողջապահություն, անվճար մանկապարտեզ, անվճար դպրոց, այս ամեն ինչը, բայց մի պայմանով։ Մեկի ձեռը ռուսական անձնագիր բռնեցի, 25 տարով դատելու եմ։ Այսինքն դուք գալու եք Զվարթնոցում պաշտոնապես Ռուսաստանի անձնագրերը ճղեք ու մտնեք երկիր։ Ոչ մեկը հետադարձ ճանապարհ չի ունենալու։ Վերջակետ։ Այ այդ ժամանակ արդեն այդ բաները, բայց ինչի մենք ներքին անձնագրերով Ռուսաստանից հայր, ինչ Ռուսաստանից հայերի համար գերեուշտիկների հանգստյան վայր դառավ այս երկիրը։ Ներքին անձնագրերով ինչ աղբ ասես Ռուսաստանից գալիս։ Բացի 10% մեր հայրենակիցներից ովքեր գալիս են, ոտ գիտեք ինչքան զիբիլ է գալի Ռուսաստանից տեղ։ Այն մարդկանց ովքեր չի կարել հիշեցնեմ, այնտեղ ասենք ոչ մի ուժայինի, միջազգային տիպի անձնագիր չեն տալիս։ Ձեզ մոտ ստեղ գալիս են հիմնականում այդ մարդիկ։ Փողոցում դուրս ես գալի ձգված տենց բան, սենց ասանքայում, յանի ռուս տղեկ են մալը։ Պարզ չի արա դրանցից կեսը ռազմական անցագործ է։ Հիմա ես չեմ դուք եք, ասենք այդքանը հասկանում ենք, նայում ենք, ոնց հավատանք, որ իրականում ուզում են ինչ-որ բան փոխել։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ։ Չվախեք, ամենակարևորը այդ է։ Էլի եմ ասում, ոչ մի որոշում վախի հիման վրա կայացնել չի կարելի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Կանա Սարգսյանի հետ ենք զրուցում, Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ, վերլուծաբան։ Զրուցում Արմեն Գայանն Արաքելյանը։ Բարին ձեզ։